Դեկտեմբերի 11-ին Երևանում կայացավ ԱՊՀ ստանդարտների ազգային խորհրդի համաժողովը, որտեղ ստանդարտների բնագավառում բարձրագույն որակի նշանի ոսկե մրցանակի արժանացավ իր կարևորությամբ եզակի Հայաստանի էներգետիկ հսկաներից մեկը՝ Բարձրավոլտ էլեկտրացանցերի ընկերությունը, քանի որ այս ընկերությունում ներդրված են որակի միջազգային չափանիշներ։ Բոլոր խնդիրներին կապված ստանդարտիզացիայի հետ մենք մասնակցում ենք ակտիվորեն եւ բացարձակ չենք թողնում որևէ մի կետի, որևէ մի տողի խախտում լինի։ Հայաստանի էներգետիկ համակարգի արյունատար անոթները կազմող բարձրավոլտ էլեկտրացանցերի օդային հաղորդալարերը ձգվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով, լեռներով ու հարթավայրերով։ Մենք ունենք մոտավորապես 5000 կիլոմետր գծեր բարձրավոլտ էլեկտրացանցերի։ Մենք ունենք բավականին լուրջ ենթակայաններ, որոնք 220 կիլովոլտ ենթակայաններն են եւ ունենք 110 կիլովոլտ ենթակայաններ։ Բարձրավոլտ էլեկտրացանցերի կառուցվածքում գործում է նաև Պուշկինի լեռնանցքում տեղակայված լորի 1 հողմա էլեկտրակայանը 2.64 մեգավատ ընդհանուր հզորությամբ։ Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը դա հիմնականում տեղափոխող ցանցերն են։ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման կարևորագույն խնդիրներից մեկը տարածաշրջանային էներգետիկ համակարգերի հետ ինտեգրվելն է, իսկ այդ ինտեգրումը կարող է իրականացվել միայն բարձր լարման էլեկտրական ցանցերի միջոցով։ Դեռևս 2006 թվականին իրանական Սանիր ընկերության եւ բարձրավոլտ էլեկտրացանցեր ընկերության միջև կնքվել էր պայմանագիր Իրան-Հայաստան 400 կիլովոլտ երրորդ էլեկտրահաղորդման գծի եւ նորավան ենթակայանի կառուցման վերաբերյալ։ Իրանի հետ լուրջ ծրագիր ունենք նաեւ երրորդ գիծ կոչեցյալը, որը առաջիկայում արդեն սկսել ենք շինարարություն եւ պետք է 2 տարում ավարտենք։ Դա պայմանագիրը դադարեցված էր, սառեցված էր շուրջ 2-3 տարի։ 2015 թվականի ձեռքբերումներից մեկը հենց դա էր, որ մենք կարողացանք վերջնականապես օգոստոս ամսին պայմանագիրը կնքել եւ շարունակությունը սկսել ծրագրի եւ սեպտեմբերի 1-ից արդեն ծրագիրը նորից ուժի մեջ մտավ։ Այդ ծրագրով նախատեսվում է կառուցել նորավան ենթակայանը եւ ագարակ փոխանջատման կետից մինչեւ Հրազդան Ջեք մոտ 312 կիլոմետր երկարությամբ երկշղթա 400 կիլովոլտ լարման օդային գիծը։ Ծրագրի արժեքն է 107.9 միլիոն եվրո։ Նախատեսում է նաեւ կառուցել Հայաստան-Վրաստան 400 կիլովոլտ բարձր լարման հոսանքի գիծ, որը նույնպես նախատեսում է ավարտել 2018 թվականին։ Այս գծերի շինարարության ավարտը հնարավորություն է տալիս Իրան, Հայաստան, Վրաստան եւ Ռուսաստան էներգետիկ համակարգերի սինխրոն եւ զուգահեռ աշխատանքի։ Նախ ամեն ամիս մեկ անգամ առնվազն նախարարի մոտ հատուկ քննարկում է ծրագրերի իրականացման գործունեության ընթացքը եւ ամենօրյա հսկողության տակ է բոլոր ծրագրերի առումով եւ Իրան-Հայաստան եւ Հայաստան-Վրաստան, ինչպես նաեւ մեր մյուս բոլոր ենթակայանները վերակառուցվող, կառուցվող եւ կառուցվող գծեր են։ Եվ այս ամենի հետ կարող եմ ասել, որ պատասխանատվության զգացումը բարձրավոլտ էլեկտրացանցի աշխատողների իմ ղեկավարությամբ ավելի լրջանում է դրանով։ Աշխատանքային պայմանների բարելավման եւ աշխատանքային արդյունավետության բարձրացման նպատակով ընկերության գլխավոր մասնաշենքում իրականացվել են նաեւ զգալի կապիտալ վերակառուցման աշխատանքներ։ Մինչ այժմ մենք տեղավորված էինք մյուս մասնաճյուղում եւ համապատասխան ուրեմն աշխատանքային պայմանները հնարավորինս սուղեր եւ ստիպված ուրեմն եւ ճիշտ էր, որ ընտրվեց նման կառույցի ստեղծումը, որպեսզի հնարավորություն ստեղծի մարդկանց նորմալ բարենպաստ պայմաններում աշխատելու։ Շնորհակալություն մեր ղեկավարությանը, որ այսպես գրասենյակ է տրամադրել մեզ։ Ճիշտ ասած 2015 թվականը բավականին լավ հաջողություններով ենք ավարտեցինք եւ մեծ ներդրումներ եղավ։ Մեծ աշխատանքների ծրագրերի իրականացում նաև կատարվեց։ Ամփոփելով ես ուզում եմ շնորհավորեմ էներգետիկայի համակարգի բոլոր աշխատողներին 2016 թվականի նոր տարին եւ Սուրբ Ծնունդը եւ մեր ժողովրդին բոլորին ցանկանամ առողջություն, ամենալավն ու բարին, թող էներգետիկան, էներգիան անպակաս լինի մեր ժողովրդից եւ մենք
հույս ունենանք, որ առաջիկայում ավելի լավ է լինելու ամեն ինչ։ Շնորհավոր նոր տարի։ Բարձրավոտ էլեկտրացանցեր ընկերության էներգոմատակարարման անվտանգության եւ հուսալիության ապահովման նպատակով ընկերությունում վերջին տարիներին ներդրվել է SCADA էլեկտրոնային համակարգը, որը թույլ է տալիս ամբողջովին վերահսկելի դարձնել էներգոմատակարարման ողջ ընթացքը։